Անախագահ հիմավոր Դավիթ Համբարձումյանին արդեն ձերբակալեցին, կալանավորեցին, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, հնարավոր է որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք ձեր պլանների մասին։ Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավիճը օրինականություն մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են և այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, և դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատճառով երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն կիրառվել է, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Սարգսյան գնալու վիճակը վատանում է կալանացել ընդհանրապես, մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, ասելու վերջ էլի, օրինակ դաշինքներ, չգիտեմ, մի ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ, ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալու վիճակը երկրի կարծես վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, հա, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ ֆորմում եք մենակ մեղավորության զգացում ունենում եք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ ինքը կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Հետ 18 թվի իրադարձությունների Ձեզ այս գործով արդարացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կարողանան։ Բայց ինչ կարող եմ այդպես անել։ Դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես է վերաբերում։ Չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքել։ Բայց նորից է գնալու, պարոն նախագահ։ Արևադայմի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, դատական նիստը արդեն իսկ ավարտված է։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հեռանում է, նա պատասխանեց մի քանի հարցերին, որոնք ուղղեցին նրան լրագրողները։